Բարև ձեզ, մեր շատ սիրելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կարճ ներածական խոսքով մի քանի կարևոր թեմաների մասին խոսամ, հետո սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Մեր երկրում հատկապես վերջին 1-2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցող այս իրադարձությունների ֆոնին ուզում եմ մի քանի կարևոր հիշեցումներ անել, որովհետև հատկապես այս վերջին անցնող խորհրդարանական նիստերի համատեքստում ավելի շատ քննարկվում է ռազմորկաներ, քֆուրներ, այլանդակ պահվածքներ, ամեն ինչ բացի նրանից, ինչ որ այս պահին սպառնում է Հայաստանին կամ այն ամենը, ինչը կախված է այսօր Հայաստանի Հանրապետության գլխին։ 3 կարևոր ուղղություն, առաջինը բանակցային գործընթաց։ Ուր ենք հասել բանակցային գործընթացում։ Ով է առասարակ քննարկում կամ հիշում, թե որ կետին ենք հասել, որովհետև դրանից է կախված, թե ինչ է սպառնում Հայաստանին եւ ինչ է առաջիկայում սպասվում առասարակ Հայաստանի Հանրապետությանը։ Հանրության հայտարարվեց, որ բանակցությունները Ադրբեջանի հետ ավարտվել են։ Փաստաթուղթը, որը բաղկացած է 17 կետից, չի հրապարակվում, թաքցվում է հասարակությունից եւ այն պարզ հարցի պատասխանը, թե ինչու չի ստորագրում փաստաթուղթը, մի կողմ դնենք այն բազմաթիվ խնդիրները, որոնք առկա են ողջ բանակցային գործընթացում, մեր հանրությունը այդ հարցի պատասխանը չի ստանում։ Երկրորդ կետը սահմանազատման, սահմանագծման գործընթաց։ Մի քանի ամիս առաջ համատեղ հայտարարություն տարածվեց Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, որտեղ ըստ էության հայտարարվեց այն ուղղությունը եւ այն հիմքերը, որի հիման վրա պետք է հյուսիսից Հայաստան, Ադրբեջան, Վրաստան սահմանից սկսել սահմանազատման գործընթացը։ Հաշվի առնելով, որ դրա մի կտորը իրականացվել էր Գիրանցի, Բաղանիսի եւ Ոսկեպարի հատվածում, հիմա հարցեր են չէ առաջանում, ինչ խնդիր է առաջացել եւ ինչ է թաքցնում իշխանությունը, որ սահմանազատման գործընթացի հետ կապված համատեղ հայտարարությունից հետո որևէ process գոյություն չունի։ Եվ երրորդ կետը, որը անմիջապես կախված է այս երկու նախորդիվ ասված կետերի հետ, դա վերաբերում է առաջնագծում առկա իրավիճակին։ Մեկ ամսից ավելի է, դուք հաճախ նաև լուսաբանում եք այդ թեման, որ սահմանագծի մի քանի ուղղություններով հրադադար ռեժիմի խախտումներ են արձանագրվում։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը առաջին մեկ շաբաթվա ընթացքում փորձում էր քողարկել այդ հանգամանքը, հետագայում ըստ սահմանամերձ հատվածներում ապրող մեր հայրենակիցների ճնշումներ էր գործադրվում թիմ ուժային կառույցների մակարդակով ինֆորմացիա դուրս տալու տեսանկյունից, բայց այնուամենայնիվ իրավիճակը մի այնպիսի կետի հասավ, որի պայմաններում այլևս տեղեկատվություն չսփռելը պարզապես անհնար էր։ Ինչու է իշխանությունը փորձում քողարկել կամ շրջանցել հրադադար ռեժիմի խախտումները, սա կարծում եմ առաջին հերթին պայմանավորված է այսպես կոչված կեղծ այդ խաղաղության փուչիկի փչմամբ, որը հատկապես 26 թվականի նախընտրական տրամաբանության շրջանակներում բնականաբար ձեռնտու չէ, որ այս պահին պայթի եւ դա վնասում է այն միֆականացված ողջ տեսլականը, որը իշխանությունը անընդհատ ներկայացնում եւ տապալում է։ Դրա տապալումները տարբեր փուլերում արտահայտվել են Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածների օկուպացիայով 21-23 թվականի ընթացքում, 23 թվականին Արցախի ամբողջական օկուպացիայով եւ այլն։ Այսինքն այս դեպքում էլ դեռ պարզ չէ, թե սրա հետևանքները ինչպես կարտահայտվեն Հայաստանում եւ ինչպես դրանք կարտահայտվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Հարցի պատասխանը, թե ինչու է միջև այս պահը հրադադար ռեժիմի խախտումներ արձանագրվում, ինչու է թիրախավորվում Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ինչու իշխանությունը այս իրավիճակում որպես համարժեք քայլ դիտարկում է պարզապես լռելը,
չարձագանքելը եւ պարզապես քողարկել իրավիճակը, դա արդեն ինքնին խոսում է այս իշխանության մոտեցումների եւ այս 7 տարի ընթացքում իրականացած այն քաղաքականության հետ, որի վնասներն ու ձախողումները անմիջապես արտահայտվել են մեր քաղաքացիների մաշկի վրա։ Շնորհակալություն։ Անցնենք հարցերին, խնդրեմ ներկայացեք։ Սիրիկեեմ, Ներողություն, հետո հայ վերջում թող հարցը տան, հետո դուք Տրիբունայում Ալինա Սիմոնյան, Պարոն Աբրահամյան, հարցը այսպեսին է, մի քիչ առաջ ճեպազրույցներում եկել Պաշտպանության հանձնաժողովին ձեր հենց անձին վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանը նշում էր, որ անդադ խոսում եք, այսօր էլ խոսեցիք 3 կետերից, որոնք անվտանգություն են, պաշտպանություններ, բայց Անդրանիկ Քոչարյանը օրինակ նշում էր, որ 3 քննարկում էր հարց, որը վերաբերում էր երկրի անվտանգությանը, ռազմարտությունաբերությանը, որի մասին հենց ձերանունն էր նշում, որ պարբերաբար խոսում եք բազմիցս, բայց նիստերին օրինակ չեք գալիս, ասում էր պատճառը որն է, օրինակ այսօր էլ նշեցին, որ ձեր գործընկերների պահվածքն է ու իրենց ասելով անհետացել եք, կա այդպիսի բան թե չէ։ Կներեք, կարծում դուք ինքներդ տեղյակ եք, որ մենք վերջին 2 տարիներին մի փոքր ավել մեր ֆրակցիան առասարակ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն չունի, սա մեկ։ Երկրորդը 3 տեղ ունեցած արտահերթ նիստին, խորհրդարանի լիագումար նիստում մեր խմբակցությունը մասնակցել է եւ այդ ցնորոմամտությունը, որը դուք մեջ բերեցիք, առասարակ որևէ իրականության հետ կապ չունի։ Շոյաբերումը երեկվա նախագծին էլ հավելեմ, որ այդ նախագիծը ավելի շատ տեխնիկական փոփոխություններ ենթադրում, կառավարության այդ բանին լիազորություններ տալիս եւ այդտեղ նույնիսկ այդ առումով էլ բովանդակային որևէ մեծ քննարկում կամ որևէ հարց չի եղել։ Դա կարծում եմ իշխանության կողմից պարզապես արդարացումն է բոլոր այն թեմաներին, որոնք իրենք այս ընթացքում տապալել են, այդ թվում հատկապես անվտանգության ոլորտում, եւ փորձում են իրենց տապալումները որոշակիորեն վերագրել ընդդիմությանը, այլոց քաղաքացիներին, արտաքին ուժերին եւ այլն։ Այնպես որ չեմ կարծում, թե երեկվա ձեր մեջբերած տեքստը որևէ ձևով կապ ունի իրականության հետ։ Սիվիկեեմ, խնդրեմ ձեր հարցը։ շնորհակալություն, պարոն Աբրահամյան, այդուհանդերձ վերադառնանք ձեր ձևակերպման ռազմորկայի թեմային, նախ կուզեի ձեր գնահատականն լսել։ Ռազմորկայի ձեր ասած, ձեր ձևակերպմամբ։ Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցության եւ իշխող քաղաքական ուժի միջև տեղի ունեցած միջադեպին եւ նաեւ ընդհարցակելով ռազմորկայի թեման, կուզեի անդրադառնալ նաեւ նախկին նախագահների ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերի միջև արդեն տևական ժամանակ ձգվող փոխհրաձգությանը ռազմորկային կամ չգիտեմ այլ ձևակերպում գուցե դիպուկ գտնեք հանրությանը շատ հուզում է պարոն Աբրահամյան ի վերջո ձեր այդ հակասությունը թվացial է թե իրական է կարծիք կա որ դուք 2026 թվականի խորհրդարանական դրություններից առաջ ձեր գործընկեր Արմեն Աշոտյանի ձևակերպմամբ տարանջատում օպերացիա եք իրականացնում փորձում եք տարանջատվել որպեսզի առանձին այսպես ճակատներով մասնակցեք դրություններին եւ առանձին թիմերով հանդես գաք։ Ուզում եմ այս հարցի հետ կապված ցրեք հանրության կասկածներ։ Ի վերջո հակամարտություն կա երկու նախագահների թիմերի միջև եւ ոչ եւ երկրորդ հարցը impeachment-ի գործընթացին է վերաբերում։ Ներողություն, այս հարցին պատասխանեմ, թե չէ, դեր հարցադրումները մոռանալու եմ, հետո չմեղադրվեմ ինչ-որ հարցի չպատասխանելու համար։ Նախ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկեր, մեր կուսակցության փոխնախագահ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մասին հիշատակում անելու համար եւ շատ կարեւոր եմ համարում, որ իր հոդվածները, հրապարակային ելույթները հանրության հնարավոր բոլոր սեկտորներում լուսաբանվում եւ նաեւ ցիտվում են։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ ժամանակագրությանը մի փոքր լավ չեք հետևել, որովհետև տարանջատման հետ կապված Արմեն Աշոտյանի ձևակերպումը ավելի շատ վերաբերում էր միջև այդ տարանջատման մասին հայտարարած քաղաքական ուժին արձագանքելուն, այսինքն տարանջատման մասին ի սկզբանե հանրապետականը չի խոսել։ Սա մեկ։ Երկրորդը վերաբերում է երկու ընդդիմադիր ուժերի տարբեր հարցերի շուրջ ունեցած տարբեր մոտեցումներին։ Դրանց հետ կապված տարբեր գործիչներ իրենց մոտեցումը արտահայտել են, այդ թվում ես, եւ ես կարծում եմ, որ այստեղ առանձնապես այլ բան ասելու կարևորություն նույնիսկ չկա էլ։
Այստեղից որևէ հավակնություն չեմ ներկայացնում հանրության մոտ որևէ թեմայի կամ կարծիքի հետ կապված հարցերը ցրելու մասով, որովհետև հանրությունը եղած իրադարձությունների մեջ հնարավորություն ունի 14-ը տարանջատելու եւ ինքը իր վերլուծությունների հիման վրա ճիշտ դատողություններ անելու։ Առաջին հարցը ի՞նչն էիք ասում, ներողություն հիշեցրեք։ Վերաբերում է 2 օր առաջ տեղի ունեցած միջադեպին։ Ինչ վերաբերում է խորհրդարանը, ինչ վերաբերում է խորհրդարանում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունների, մասնավորապես մեր շատ գործընկերներ էլ ինձ հարց են ուղղել, թե դուք դրան ինչպես եք վերաբերում առասարակ խորհրդարանական աշխատանքում, գործունեությունում, երբ որ նման դեպք է արձանագրում, այստեղ իմ պատասխանը շատ հստակ է։ Ես ինչպես պատկերացնում եմ քաղաքական գործի վարքը եւ գործունեության դրսեւորումը, դա արտահայտում եմ ամենօրյա աշխատանքով եւ խնդրում եմ ձեր հարցի պատասխանը եւ գնահատականը փորձեք տեղավորել իմ հարցի շրջանակներում։ Շնորհակալություն։ Այդուհանդերձ, պարոն Աբրահամյան, կխնդրեի ավելի հստակ եւ կոնկրետ ի վերջո երկրորդ եւ երրորդ նախագահների նրանց թիմերի միջև արկա է արճակատում թե ոչ թվացial արճակատում է թե իրական թե բեմադրություն է վերջո եւ իմ հարցը իմպիչմենտի գործընթացին է վերաբերում Պարոն Աբրահամյան, ինչ եղավ այդ գործընթացը, կարծեք ազգային ժողովի շքամուտքից ներս չի փոխադրվում, ի վերջո եկաք վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի շուրջ համաձայնության, ինչն է ձեզ կաշկանդում, որպեսզի ձեր շարքերից արժանավոր, վաստակավոր հանրապետական կուսակցության անդամ որևէ թեկնածուի առաջադրեք, օրինակ Պարոն Դավիթ Հարությունյանին, օրինակ պարոն Սամվել Նիկոյանին, օրինակ ձեզ, օրինակ պարոն Մամիջանյանին, ինչ որ հարցում, ինչ որ հանգամանք կա, որը կաշկանդում է ձեզ, շնորհակալություն։ Իհարկե շատ շնորհակալ եմ, որ ձեր պատկերացումներում ես կարող եմ որպես վարչապետի թեկնածու դիտվել, դա շատ կարևոր պատասխանատվություն է, հատկապես երբ որ հանրությունն է խոսում դրա մասին եւ խոսում է մարդիկ, որոնք միգուցե իմ քաղաքական մոտեցումները չեն կիսում, բայց իմպիչմենտի գործընթացը պայմանավորված չէ բացառապես հանրապետականով, որովհետեւ գործընթացը շատ ավելի լայն կոնտեքստ է ենթադրում քաղաքական գործընթացների եւ պրոցեսների տեսանկյունից եւ նախաձեռնողները, ովքեր դիմել են այդ թվում Հայաստան եւ պատիվ ունեն խմբակցությունների եւ նաեւ արտախորհրդանական ուժերի հետ են որոշակի կոնսուլտացիաներ իրականացնում, ունեն որոշակի պատկերացումներ եւ այդ պատկերացումները ենթադրում են նաեւ այդ պատկերացումներին համահունչ նաեւ տեխնացուի առաջին պլան բերել եւ քննարկման առարկա դարձնել։ Պրոցեսի հետ կապված մեր պաշտոնական դիրքորոշումը մենք հստակ արտահայտել ենք մեր ֆրակցիայի հայտարարության միջոցով։ Գործընթացը, երբ որ գա հասնի այդ կետին առաջադրման հետ կապված, մենք արդեն այդ ժամանակ մեր լրացուցիչ դիրքորոշումը այդ մասով կարտահայտենք։ Ինչ վերաբերում է բեմականացումներին, ես չեմ կարծում, որ այստեղ գտնվող որևէ մարդ, այդ թվում դուք, կարծում եք, որ իմ քաղաքական կենսագրությունը կամ գործունեությունը որևէ ձևով կարող է կապված լինել ինչ-որ բեմականացման հետ եւ նույնիսկ այս տեսանկյունից կոռեկտ չեմ համարում այս թեմային այլ ձևով նաեւ արտահայտելու։ Ես կարծում եմ այն տեղեկատվությունը, որ արկա է ընդհանուր արտավարական տարբեր մոտեցումների հետ, դրանք արդեն դաշտում արտահայտված են։ Շողիկ Գալստյան, խնդրեմ։ Պարոն Աբրամյան, երեք հայտնի դարձավ, որ մտադիր է հրաժարական ներկայացնել Էջմիածնի համայնքապետը, համոզիչ են, եթե ծանոթ եք անձնական պարզապես պատճառներ էր նշում, ուրիշ որևէ բացատրություն չկար, համոզիչ համարում եք այս բացատրությունը եւ քանի որ նախորդ շաբաթ Դիանա Գասպարյանը մասնակցում էր քաղաքացիական պայմանագրի վարչության նիստին, դուք այստեղ տեսնում եք հնարավորություն կամ գուցե տեսնում եք այն իրական պատճառները նրա եւ այդ կոռուպցիոն պատմությունների հետ կապի միջև, որը գուցե ԿՊ-ն չի ուզում հանրայնացնի։ Անկեղծ ասած, վերջին շրջանում շատ է խոսվում եւ նաեւ լրատվամիջոցների մեր գործընկերների միջոցով էլ նաեւ բազմաթիվ տեղեկություններ, վերլուծություններ, հետաքննություններ հրապարակվում, որում արկա են առերևույթ
հանցագործության, այդ թվում կոռուպցիոն դրսևորումների մասին հրապարակումներ։ Բնականաբար ես ինքս ինչպես Էժմիածնի հետ կապված եւ մնացած նաեւ մյուս մասով որևէ նախաքննական մանրամասների իրավիճակի բերումով չեմ տիրապետում, բայց իհարկե սա որոշակի ցուցիչ է դաշտում եւ այս իշխանության այս 7-ամյա իշխանության ժամանակահատվածում դրան վերագրվող եւ նրա հետ անմիջապես ասոցացվող արատավոր բարքերի հետ։ Արդարադատության այս համակարգը, որը գործում է այս իշխանության ժամանակահատվածում, իհարկե մեզ հնարավորություն չի տալիս բոլոր իրադարձությունների հետ կապված օբյեկտիվ ինֆորմացիա ստանալու, որովհետև դեռևս պարզ չէ, թե իշխանությունը այս կամ այն պետական պաշտոնյայի նկատմամբ գնում է գործողությունների կամ գործի է դնում իր համակարգը ինչ-որ հարցում պատժելու, ինչ-որ պայմանավորություն խախտելու համար պատասխանության ենթարկելու, թե օրինակ այդ կոռուպցիոն դրսևորումները այնպիսի ծավալի են հասել, որ դրանք այլևս քողարկման ենթակա չեն։ Ձեր ասած կոնկրետ օրինակի մանրամասներին եւ ձեր ասած տեքստին մանրամասնորեն չեմ տիրապետում, դրա հոսում երևացել է իմ մոտ, բայց ինձ առանձնապես մեծ ցանկություն չի եղել դրանց ծանոթանալու։ Ուղղակի այդ բացատրությունները համոզիչ կարող են լինել, պարոն Աբրամյան, թե ինչ-որ բան ամեն դեպքում կա, որը չի ասվում քաղաքացի։ Անկեղծ ասած, մանրամասներին ոչ գործին եմ ծանոթ, ոչ էլ Էժմիածնի համայնքի ղեկավարի հայտարարությանը։ Նարեկ Կիրակոսյան, ձեր հարցը։ Շնորհակալություն, պարոն Աբրամյան, կան տեղեկություններ նաև մամուլում, որ վերջերս Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև նոր զենքի գործարք է եղել, ընդ որում Մոսկվան Բաքվին է վաճառել ըստ այդ գործարքի հարձակողական տեսակի զենքեր։ Դուք այս մասին տեղեկություններ արդյոք ունեք թե ոչ եւ սա ինչ է նշանակում, երբ որ Ռուսաստանը օրինակ Հայաստանից գումարը վերցնում է, բայց զենքերը չի մատակարարում արդեն մի քանի տարի, բայց Ադրբեջանի հետ զենքի նոր պայմանագիր է կնքում։ Այդ թեմայի հետ կապված որևէ մանրամասներ չունեմ, ճիշտն ասած թեման առաջին անգամ ձեզանից եմ լսում ու ուղղակի պատկերացում չունեմ, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, բայց օգտվելով նաև ձեր հարցադրումից ասեմ, որ շատ մտահոգիչ եմ համարում այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծածավալ սպառազինություն է գնում, հատկապես դա արտահայտվում է Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, որոշ նաև եվրոպական երկրներից, բայց ռուսական մասով որևէ գործարքի կամ դրա ծավալի մասին տեղեկատվություն չունեմ։ Ստեղ մեկ հավելում եմ ուզում անել, որ ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ որ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ հենց նույն Ադրբեջանի կողմից, այս վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը եւ միայն կանխատեսելիության որոշակի դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ որ երկրներից ինչ սպառազինություն է գնում, որովհետեւ դա շատ կարեւոր է ռազմաքաղաքական իրադրությունը գնահատելու եւ համապատասխան սպառանիկների ճիշտ արձագանքելու համար, ինչը այս պահին պարզապես մենք չունենք։ Շնորհակալություն։ Բայց ես ավելի շուտ էի գրանցվել։